Թրամփը հայտարարում է, շաթդաունը շատ հավանական է, հնարավոր են զանգվածային կրճատումներ։ Ամերիկայի հարյուրավոր գեներալներ եւ ադմիրալներ հավաքվել են մեկ վայրում հանդիպել Թրամփի եւ Պենտագոնի ղեկավարի հետ։ Ավելի մանրամասն կներկայացնենք, թե ինչի համար էր կազմակերպված այս մեծ հավաքը։ Լուիզիանայի նահանգապետը Պենտագոնին պաշտոնապես դիմել է իր նահանգ 1000 ազգային գվարդիա ուղարկելու խնդրանքով պատճառների մասին կիմանաք րոպեներ անց։ Նյու Յորքի դատարանում բռնությունները շարունակվում են, այս անգամ թիրախը լրագրողներն են դատարանից հիվանդանոց, մանրամասների մասին կպատմենք առաջիկա րոպեներին, ինչպես նաև ձեզ համար վիճակագրական տվյալներ ենք դուրս բերել ԱՄՆ-ում ավտովթարների եւ դրանց պատճառների վերաբերյալ։ Այսօր խոսելու ենք կարևոր մի հարցի մասին, որը վստահ եմ, որ Կալիֆոռնիայում ապրող ցանկացած մարդու մոտ առաջացել է, որն է ավելի նպատակահարմար՝ տուն գնելը, թե տուն վարձելը։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում վերլուծելու ենք կարևոր գործոններ, որոնց մասին իմանալուց հետո կարող եք վստահաբար ստանալ ձեր հարցերի պատասխանները։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-room-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք անցնենք այսօրվա մեր թեմաներին։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության շաթդաունը թեև անխուսափելի չէ, բայց շատ հավանական է։ Նրա խոսքով այդ դադարը հնարավորություն կտա ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնց դեմոկրատները երբեք չեն կարողանա հակադարձել։ Խոսքը օրինակ աշխատանքից զանգվածային ազատումների կամ գործող ծրագրերի կրճատումների մասին է։ Շաթդաունի սպառնալիքն ուղիղ կախված է այն փաստի հետ, որ դեմոկրատները պահանջում են ցածր եկամուտ ունեցողներին տրվող բժշկական ապահովագրության հատուցումները երկարաձգել, որոնց ժամկետը ավարտվում է տարեվերջին։ Հանրապետական սենատոր Ջոն Թյունը հայտարարեց, որ հանրապետականները թույլ չեն տա իրենց պատանդ դարձնել ապօրինի ներգաղթյալներին անվճար բուժօգնություն տրամադրելու համար, իսկ դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը հակադարձեց. կառավարությունը չի ֆինանսավորում ապօրինի ներգաղթյալների բուժօգնությունը։ ԱՄՆ կառավարությունը վերջին 40 տարիների ընթացքում արդեն 10 անգամ հայտնվել է շաթդաունի խնդրի առաջ։ Ամենաերկարատևը եղել է Թրամփի նախագահության ժամանակ 2018-ից 19 թվականներին, տևել է 35 օր։ Պատճառը Թրամփի սկզբունքային դիրքորոշումն էր կապված հարավային սահմանին պատ կառուցելու ծրագրի հետ։ Ամերիկայի հարյուրավոր գեներալներ եւ ադմիրալներ հավաքվել են Վիրջինիայում Քվանտիկոյում ծովային կորպուսի թանգարանում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հեքսեթը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը պետք է կոչվի պատերազմի նախարարություն։ Պաշտպանության նախարարը ավելի խիստ ֆիզիկական եւ մարտական պատրաստվածության վերադառնալու կարգադրություններ է արել։ Թրամփն իր ելույթում ասել է, որ մենք վերակենդանացնում ենք մարտիկի ոգին։ Նա խոսել է նաեւ Նոբելյան խաղաղության մրցանակից, Իսրայել-Համաս բանակցություններից ու մաքսատուրքերից։ Նախագահը հայտարարել է, որ 2026-ին իր վարչակազմը $1 տրիլիոն կհատկացնի բանակին։ Միաժամանակ հիշեցնելով, որ հնարավոր շաթդաունի դեպքում զինվորները կշարունակեն ծառայել, բայց աշխատավարձերը կուշացվեն։ Թրամփը իր սոցիալական էջում հրապարակել է արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութ, որով ծաղրել է դեմոկրատական առաջնորդներ Չակ Շումերին եւ Հաքիմ Ջեֆրիսին։ Տեսանյութում Շումերի ձայնը արհեստականորեն փոխված է, իսկ Ջեֆրիսը պատկերված է սամբրերոյով ու բեղերով։ Հոլովակը հրապարակվել է Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից ժամեր հետո, երբ Շումերն ու Ջեֆրիսը քննարկում էին շաթդաունի հնարավոր կանխումը։ Տեսանյութում Շումերը երաժշտության ներքո կոչ է անում ապօրինի ներգաղթյալներին տրամադրել անվճար բժշկական օգնություն, պատճառաբանելով, որ ազգային փոքրամասնությունների ընտրողները այլևս չեն վստահում դեմոկրատներին։ Ի պատասխան իրական Շումերը հայտարարել է, որ շաթդաունը կատակ չէ եւ մեղադրել Թրամփին, ընդգծելով, որ նա չգիտի բանակցել եւ միայն կարողանում է հիստերիաներ սարքել։
Լուիզիանայի նահանգապետը հանրապետական առաջին ամերիկյան նահանգապետն է, ով պաշտոնապես դիմել է Պենտագոն, խնդրելով ուղարկել 1000 ազգային գվարդիայի զինծառայող Նյու Օրլեան, Շրիվպորտ եւ Բաթոն Ռուժ քաղաքներ։ Նրա խոսքով նահանգը խեղդվում է հանցագործությունների մեջ, իսկ տեղական ոստիկանությունը կադրերի լուրջ պակաս ունի։ Չնայած նահանգապետը մատնանշում է սպանությունների, գողությունների եւ բանդիզմի աճը, պարբերականը նշում է, որ Նյու Օրլեանում սպանությունների մակարդակը նվազել է, հասնելով պատմական նվազագույնին 1970-ականների ցուցանիշին։ Թրամփը դեռ սեպտեմբերի սկզբին Fox News-ում հայտարարել էր, որ ֆեդերալ ուժերի օգնությամբ կարգուկանոն կհաստատվի Լուիզիանայում։ Նա նշել էր, որ Նյու Օրլեանում տիրող իրավիճակը սարսափելի է եւ խոստացել իրավիճակը շտկել ընդամենը 1.5 շաբաթում։ Նյու Յորքի ներգաղթի դատարանի մոտ նոր լարվածություն է արձանագրվել։ Դաշնային գործակալները բռնի ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։ Մանհեթենի 26 Ֆեդերալ Պլազա շենքում նրանք փորձել են կանգնեցնել լրագրողներին, ովքեր լուսանկարում էին կնոջ ձերբակալությունը։ Վկաների եւ տեսագրության համաձայն լրագրողներից մեկին դուրս են նետել վերելակից, իսկ թուրքական Անադոլու գործակալության լուսանկարչին գցել են հատակին։ Նա ստացել է գլխի վնասվածք եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը պաշտպանել է գործակալներին, ասելով, թե նրանց աշխատանքը խաթարվել է լրագրողների պատճառով։ Մինչդեռ լրագրողների պնդմամբ ամիսներ շարունակ աշխատել են նույն տարածքում առանց միջադեպի եւ այդ օրը սահմանափակումների մասին հայտարարություն չի եղել։ Հիշեցնեմ, որ սա երկրորդ նման միջադեպն է այս դատարանում։ Օրեր առաջ IC գործակալներից մեկը էկվադորցի կնոջը տապալել էր գետնին, իսկ դեպքից հետո պատասխանատվության չէր ենթարկվել։ Կալիֆորնիայում լավ է տուն վարձել, թե գնել։ Համոզված եմ, որ այս հարցը գոնե մեկ անգամ Կալիֆորնիայում ապրող ցանկացած մարդու մտքով անցել է։ Վարձակալության եւ սեփականության միջև ընտրությունը երկար տարիներ եղել է դժվար խնդիր Կալիֆորնիայի բնակիչների համար։ Վերջին տարիներին վիճակը փոխվել է։ Տան գներն ու հիփոթեկային տոկոսադրույքները աճում են ավելի արագ, քան վարձերը։ Խնդիրը պարզաբանելու համար փորձագետները համեմատել ու դուրս են բերել տուն վարձելու եւ գնելու դեպքում ֆինանսական ծախսերի դրական եւ բացասական կողմերը, ինչպես նաեւ նպատակահարմարությունը։ Տան հարցում հիմնական գործոնը ամսական վճարն է։ Օրինակ Կալիֆորնիայում 30 տարով տուն ձեռք բերելու ամսական վճարը կկազմի մոտ $4000 գումարած 10% կանխավճար ու հիփոթեկային տոկոս, որն այս պահին կազմում է մոտ 6.5%։ Եվ սա դեռ ամենը չէ։ Նշված ծախսերին հարկ է գումարել գույքահարկը, ապահովագրությունը, համատիրությունը, վճարներն ու վերանորոգումը։ Այսպիսով ծախսերն աճում են պատմական ինֆլյացիայի տեմպերով, իսկ հիփոթեկի տոկոսադրույքը 2 անգամ իջեցվում է վերաֆինանսավորման արդյունքում։ Ինչ է ստացվում, տանտերը ստիպված եմ արել ոչ միայն հիփոթեքը, այլ վճարել մի շարք լրացուցիչ ծախսեր, ուստի վարձով ապրելը 20 անգամ ավելի շահավետ է դառնում, քան գնելը։ Սեփական տուն ունենալու իրական շահույթը կապված է գույքի արժեքի անընդհատ բարձրացումից։ Եթե հաշվի առնենք, որ անշարժ գույքի գները պատմականորեն աճում են տարեկան միջինում 5%-ով, ապա $900,000 արժողությամբ տուն գնած մարդը 30 տարի անց կունենա մոտ 3.8 միլիոն $, արժողությամբ գույք։ Ըստ տվյալների միջին եկամուտ ունեցող կալիֆորնիացիների թիվը, ովքեր կարող են առանց ծանրաբեռնվածության սեփական տուն գնել, կտրուկ նվազել է։ Ոսկե նահանգում գնողունակ բնակիչների տոկոսը զգալիորեն ցածր է, քան ամբողջ երկրի միջին ցուցանիշը։ 2024-ի մարդահամարի տվյալներով Կալիֆորնիայում վարձով ապրողներն ու սեփականատերերը տարբեր կերպ են կրում բնակարանի արժեքի բեռը։ Հիմնականում վարձակալներն ավելի քիչ են վաստակում, ուստի նրանց բնակարանային ծախսերը գերազանցում են ընտանեկան եկամուտների 50%-ը։ Սա համարվում է ծայրահեղ ֆինանսական ծանրաբեռնվածություն։ Անցած տարվա նահանգային հարցմանը, որքան հաճախ եք մտածում տան վարձի մասին, հարցվածների կեսից ավելին պատասխանել է ամեն օր։ Եզրափակելով թեման նշենք, անկախ հաշվարկներից իրականությունը մնում է նույնը։ Բնակարանային խնդիրը ամենամեծ գլխացավանքն է Կալիֆորնիայի բնակիչների համար։
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է Pfizer դեղագործական հսկայի հետ կնքված պայմանագրի մասին, ըստ որի դեղերի գները կկրճատվեն, Pfizer-ը Medicaid-ի ծրագրի շահառուների համար կնվազեցնի դեղատոմսով դեղերի գները, իսկ մի մասը կվաճառի նոր պետական կայքի Trump-Erix-ի միջոցով։ Ի պատասխան այս զիջումների ընկերությունը ստացել է 3 տարի արտոնյալ ժամանակահատված, ազատվելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող արտասահմանյան դեղերի ներմուծման համար սահմանված 100% հարկերից։ Միջին հաշվարկով դեղերի գները կնվազեն մոտ 50%-ով, իսկ որոշ տեսակների դեպքում զեղչը կկազմի մինչև 85%։ Trump-Erix կայքը նախատեսվում է գործարկել 2026 թվականի սկզբին։ Այն հասանելի կլինի ինչպես Medicaid-ի շահառուներին, այնպես էլ բոլոր ամերիկացիներին։ Պլատֆորմը ուղղակիորեն կկապի գնորդներին արտադրողների հետ, հնարավորություն տալով դեղերը գնել անմիջապես արտադրողից։ Ամերիկայի ավտոշուկան կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ։ Վերջին ամիսներին սնանկացել են ավտովարկ տրամադրող մի շարք ֆինանսական կազմակերպություններ, ինչից հետո հերթահասել է նաև մեքենաների պահեստամասեր արտադրողներին։ Վաճառքների անկումը, գնաճը եւ Թրամփի առևտրային պատերազմի հետևանքով մատակարարումների խափանումը ծանր հարված է հասցրել ամբողջ ոլորտին։ Այս ֆոնին փլուզվել է խոշոր արտադրողներից մեկը՝ First Brands ընկերությունը, որը թողարկում էր արգելակային համակարգեր, ապակեմաքրիչ թիակներ եւ այլ ավտոմասեր։ Ընկերության կուտակած պարտքը հասնում է 50 միլիարդի, մինչդեռ ակտիվները գնահատվում են 5 անգամ պակաս։ Wall Street-ում լրջագույն մտահոգությամբ են հետևում այս զարգացումներին։ Ավտովարկերի շուկան ԱՄՆ-ում գերազանցում է 1.7 տրիլիոն դոլարը եւ արդեն իսկ նկատվում են վտանգավոր միտումներ։ Քաղաքացիների ուշացած վճարումներն աճում են, իսկ մեքենաների բռնագանձումները պարտքերի դիմաց 2022-ից ավելացել են 43%-ով։ Մասնագետները զգուշացնում են, որ այս գործընթացները կարող են դառնալ մեծ ճգնաժամի սկիզբ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է նոր օրենք, որը կոչվում է թափանցիկություն արհեստական բանականության ոլորտում։ Սա առաջին նման օրենքն է ԱՄՆ-ում։ Այն պահանջում է, որ խոշոր արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունները հրապարակեն իրենց անվտանգության քաղաքականությունը եւ հաշվետվություն տան, եթե որևէ լուրջ խնդիր կամ միջադեպ տեղի ունենա։ Իսկ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կտուգանվեն։ Նյուսոմը նշել է, որ այս օրենքը միաժամանակ պաշտպանում է մարդկանց եւ պահպանում Կալիֆոռնիայի առաջատար դիրքը տեխնոլոգիաների ոլորտում։ Նահանգում գործում է աշխարհի 50 խոշոր AI ընկերություններից 32-ը։ Նոր կանոնների մասին կարծիքները տարբեր են։ Օրինակ, Մետան քննադատել է, ասելով, թե դա կարող է խանգարել նորարարությանը, իսկ OpenAI-ը եւ մի շարք այլ կազմակերպություններ ողջունել են։ Նույն օրը Կոնգրեսում ներկայացվել է դաշնային նախագիծ, որը պահանջում է AI համակարգերի ռիսկերի գնահատում։ Դոնալդ Թրամփի ավագ որդին Թրամփ կրտսերը մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցած միջազգային բռնցքամարտի ասոցիացիայի ֆորումին։ Միջոցառման մասին հայտնել են կազմակերպիչները եւ ասոցիացիայի նախագահը։ Ֆորումի ընթացքում ասոցիացիայի նախագահը Թրամփի որդուն առաջարկել է համատեղ կազմակերպել տղամարդկանց աշխարհի հաջորդ առաջնությունը Դուբայում։ Ստամբուլի ֆորումը համախմբել էր ինչպես բիզնեսի ներկայացուցիչներին, այնպես էլ բռնցքամարտի լեգենդներին։ Մասնակիցների թվում էին Մենի Պակյաոն, Մուհամեդ Ալիի դուստրը, իսկ հանդիսատեսի շարքում էր նաև ռուս երգիչ Եգոր Կրիդը, որը հրապարակել է լուսանկարներ Թրամփի ավագ որդու հետ։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Նյու Յորքում գտնվող Trump Tower-ում մի ամբողջ հարկ փակվել է Թրամփի կրտսեր որդու ռոմանտիկ հանդիպման համար։ 19-ամյա Բերոնը, որը սովորում է Նյու Յորքի համալսարանի Վաշինգտոնյան մասնաճյուղում եւ աչքի է ընկնում իր 206 սանտիմետրանոց հասակով, դարձել է ուսանողական միջավայրի ամենաքննարկվող դեմքերից մեկը։ Պենտագոնի ղեկավարը ըստ Daily Mail-ի գտնվում է սթրեսային ու պարանոիկ վիճակում։ Չարլի Քիրքի սպանությունից հետո նա պահանջում է խիստ անվտանգություն ընտանիքի համար, խորհրդակցությունների ժամանակ նյարդային է դառնում, աշխատակիցներին հեռացնում է աշխատանքից մամուլի հետ շփվելու համար եւ սպառնում է լրագրողներին զրկելով հավատարմագրումներից։
Թրամփի վարչակազմը նոր ճնշում է գործադրում Հարվարդի վրա։ Առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ համալսարանը կարող է զրկվել դաշնային ֆինանսավորումից եւ հայտնվել անպատշաճ գործընկերների ցուցակում հակասեմիզմի մեղադրանքների պատճառով, ինչը վտանգի տակ է դնում միլիարդավոր դոլարների գիտահետազոտական դրամաշնորհները եւ խորացնում կառավարության ու Հարվարդի միջև արդեն երկարատև հակամարտությունը։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկություն հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Կանզաս Սփիդվեյ ավտոդրոմում NASCAR-ի մրցավազքի ժամանակ գրանցվել է սարսափելի վթար։ Զեյն Սմիթի մեքենան մոտ 320 կմ/ժ արագությամբ հայտնվել է մեկ այլ մեքենայի ու պատնեշի միջև եւ բարձրացել պատի վրա։ Մեքենան երկու անգամ պտտվել է, սակայն վերջում կանգնել է անիվների վրա։ Ապշեցուցիչ է, որ Սմիթը գրեթե անվնաս է դուրս եկել այս վտանգավոր մանևրից։ Մրցավազքից հետո նա կատարվածը որակել է որպես խենթ մրցավազք, նշելով, որ նման պահերը լավագույնս ցույց են տալիս NASCAR-ի ռիսկային ու անկանխատեսելի բնույթը։ Լոս Անջելեսում բացահայտվել է հետաքրքիր քրեական պատմություն։ Նահանգի գրավատան սեփականատերը դատարանում ընդունել է, որ մեղավոր է Էնդի Ուորհոլի ստեղծագործության գողության գործով։ Խոսքը Վլադիմիր Լենինի պատկերով եզակի տպագրության մասին է, որը գնահատվում է շուրջ $175,000։ 58-ամյա Գլեն Բենդրաշը խոստովանել է, որ ստել է։ Նա այս գործը գնել է 2021-ին ընդամենը $6,000, իսկ հետո իր ընկերոջ միջոցով փորձել էր վաճառել աճուրդում։ Սակայն մասնագետները նկատել էին, որ աշխատանքը գողացված է եւ տեղեկացրել էին FBI-ին։ Այսպիսով հանցագործությունը բացահայտված է, իսկ անձը ու նրա համախոհը կանգնած են դատարանի առաջ։ Starbucks ընկերությունը անսպասելիորեն հայտարարել է Նյու Յորք քաղաքում տասնյակ սրճարանների փակման մասին, ինչը արդեն խառնաշփոթ է առաջացրել աշխատակիցների, քաղաքային պաշտոնյաների եւ շենքերի տերերի շրջանում։ Սիեթլում հիմնադրված սրճարանային հսկան անցած շաբաթ կրճատել էր 900 գրասենյակային աշխատողի $1 միլիարդ արժողությամբ վերակառուցման ծրագրի շրջանակում։ Այժմ ընկերությունը նախատեսում է փակել ավելի քան 400 սրճարան 6 եռամսյակ տևած վաճառքների անկման հետևանքով։ Նյու Յորքի 5 շրջաններում կփակվի 54 սրճարան։ Հիշեցնեմ, որ միայն այս շաբաթ Կալիֆոռնիայում արդեն փակվել է շուրջ 63 Starbucks-ի կետ։ Ամերիկայում տեղի ունեցող ավտոճանապարհային պատահարները վաղուց արդեն միայն երթևեկության խնդիրներ չեն, այլ դարձել են հասարակական ու տնտեսական լուրջ մարտահրավերներ։ Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ զոհվում են կամ ծանր վնասվածքներ ստանում ավտովթարների հետևանքով։ Թվերը հատկապես մտահոգիչ են դառնում, երբ համեմատում ենք զարգացած երկրների ցուցանիշների հետ։ Ըստ վերջին վիճակագրության ԱՄՆ-ում ճանապարհային վթարների հետևանքով մահացել է 40,901 մարդ։ Թեև սա նախորդ տարվա համեմատությամբ 4,3%-ով պակաս է, սակայն ցուցանիշը շարունակում է մնալ բարձր։ Միջինը 12,2 մահ 100,000 բնակչի հաշվով։ Տրանսպորտային վարչության հաշվարկներով միայն 2025 թվականի առաջին կիսամյակում զոհերի թիվը կազմել է մոտ 17,140, ինչը համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ գրանցվել է շուրջ 8% նվազում։ Մինչդեռ նահանգային տվյալները հակասական են։ Եթե Մասաչուսեթսում 4,9 մահ 100,000 բնակչի հաշվով, ապա միևնույն ժամանակ Միսիսիպին ունի ամենաբարձր ցուցանիշը 25,4%, Ալաբաման 19,8, իսկ Արկանզասը 21,2։ Այսպիսով հարավային նահանգներում ցուցանիշները կրկնակի կամ եռակի անգամ գերազանցում են երկրի միջին թիվը, որը 12-ն է։ Միայն 2023 թվականին շուրջ 3275 մարդ է զոհվել այն վթարների ժամանակ, որտեղ վարորդը զբաղված է եղել բջջային հեռախոսով կամ այլ գործողությամբ։ Արագության չարաշահումը ևս առաջնային խնդիր է։ Այն կազմում է բոլոր մահացությունների գրեթե 1/3-ը։ Հատկապես արագընթաց մայրուղիներում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը եւ կորցնում մեքենայի կառավարումը։ Առանձին վտանգ են ներկայացնում հետիոտներն ու հեծանվորդները։ Միայն 2021 թվականին հետիոտների մասնակցությամբ
ուղղությամբ վթարներում զոհվել է 7388 մարդ, ինչը կազմել է ընդհանուր ճանապարհային մահերի շուրջ 17%-ը։ Նույն տարում հեծանվորդների մահացության թիվը կազմել է ավելի քան 960 մարդ։ Այս խումբը հատկապես խոցելի է մեծ քաղաքներում, որտեղ մեքենաների հոսքը խիտ է, իսկ անցումները միշտ չէ, որ ապահոված են պատշաճ լուսավորությամբ ու նշաններով։ Գիշերային ժամերին գրանցվում է բոլոր հետիոտնային մահերի մոտ 75%-ը։ Աշխատանքային գոտիները եւս դարձել են մահացու միջադեպերի տարածք։ Վերջին 5 տարիներին այս հատվածներում զոհերի թիվը աճել է 845-ից մինչև 898 դեպքով։ Ճանապարհաշինական եւ վերանորոգման հատվածներում հաճախ չեն ապահովվում բավարար նշաններ ու պաշտպանիչ միջոցներ, ինչն էլ մեծացնում է վթարների ռիսկը։ Թեև վերջին տարիներին նկատվում է նվազման միտում, օրինակ 2025 թվականի առաջին կիսամյակում զոհերի թիվը նվազել է 8%-ով, ամերիկյան ցուցանիշը դեռևս զգալիորեն բարձր է զարգացած եվրոպական երկրների համեմատությամբ։ Մասնագետները նշում են, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել 3 հիմնական ուղղությամբ՝ խստացնել օրենքների պահպանումը, ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, ինչպես նաև շարունակել բարելավել ենթակառուցվածքները։ Amazon-ը Նյու Յորքում ներկայացրել է նոր սարքեր, որոնք միաժամանակ ուղղված են տան անվտանգության բարձրացմանը եւ նոր Alexa Plus ձայնային օգնականի տարածմանը։ Նոր Echo սարքերը, որոնց գինը սկսվում է $99-ից, ունեն ավելի արագ չիպեր եւ լիովին աշխատում են Alexa Plus-ի հետ։ Ring տեսախցիկները $60-ից $350 արժողությամբ օգտագործում են արհեստական բանականություն, տարբերելու օրինակ փաթեթ բերողին կամ կասկածելի անցորդին։ Բացի այդ, Blink տեսախցիկները ստացել են ավելի բարձր որակ տան ներսն ու դուրսը հստակ վերահսկելու համար։ Amazon-ը նշում է, որ այս նոր տեսախցիկները նախատեսված են ոչ միայն կյանքը հարմար դարձնելու, այլև անվտանգությունը բարձրացնելու համար։ Լոս Անջելեսի մետրո համակարգում վերադառնում է այն ծրագիրը, որի դեպքում մետրոյից դուրս գալու համար ուղևորները պետք է քարտերը սկանավորեն ելքի դարպասների մոտ։ Նախաձեռնությունը նախապես փորձարկվել է Նորթ Հոլիվուդում եւ Union Station կայարանում եւ այժմ կրկին կգործի Նորթ Հոլիվուդում։ Ծրագիրը մեկնարկել էր անցած տարի չվճարող ուղևորների պատճառով աճող հանցավորության եւ թմրանյութերի օգտագործման դեմ պայքարելու նպատակով, սակայն այն դադարեցվել էր այս տարվա ապրիլին, երբ Հրշեջ ծառայությունը մտահոգություն էր հայտնել, որ արտակարգ իրավիճակներում դարպասները կարող են խոչընդոտել տարհանմանը։ Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ Նորթ Հոլիվուդ կայարանում անվտանգության վահանակը չի աշխատել եւ աշխատակիցներն էլ տեղում չեն եղել։ Այժմ խնդիրները լուծվել են եւ Լոս Անջելեսի մետրոն պատրաստվում է շուտով պաշտոնապես տեղեկացնել ուղևորներին ծրագրի վերսկսման մասին։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մեզ աջակցելու համար հարկավոր է պարզապես լայքել այս տեսանյութը եւ մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը մեր կատարած աշխատանքի վերաբերյալ։ Նաեւ չմոռանաք, որ ուրբաթ օրը կրկին ունենալու ենք հանդիպում ներգաղթի իրավաբանի հետ, այնպես որ բաց չթողնեք մեր գալիք հաղորդումները։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5:30-ին։